1918 թվական։ Առաջին աշխարհամարտի ավարտից հետո հաղթած եւ պարտված կողմերը բանակցությունների միջոցով իրենց խնդիրներն էին լուծում։ Իսկ պատերազմի հրեշավոր ոճրագործը աշխարհում առաջին ցեղասպանություն իրականացրած Թուրքիան անպատիժ էր։ 1919 թվականի հունվարին Ստամբուլում սկսվեց Անտանտի կողմից կազմակերպված դատավարությունը երիտթուրքերի կառավարության դեմ։ Առաջին անգամ հնչեցին մի ողջ ազգ տեղահանելու եւ բնաջնջելու վերաբերյալ մեղադրանքները։ Աննախադեպ ոճրագործության գլխավոր մեղավորներն ու կազմակերպիչները դատավարությանը ներկա չէին, բարեհաջող ճողոպրել էին։ Արնախում կենդանիների դատավարությունը ձգձգվեց մի քանի ամիս։ Ի վերջո 1919 թվականի ապրիլի 12-ին գլխավոր դատախազը հրապարակեց մեղադրական եզրակացությունը։ Հիմք ընդունելով անառարկելի փաստերը դատարանն ապացուցված համարեց ներկայացված բոլոր մեղադրանքները եւ հեռակա մահվան դատապարտեց երիտթուրք պարագլուխներ Էնվերին, Թալիաթին, Ջեմալին, դոկտոր Նազմին եւ մյուսներին։ Բայց ով էր իրականացնելու այդ դատավճիռը, երբ Արնախում հանցագործները ազատ էին, ապահով եւ վայելքների մեջ ապրում էին Բեռլինում, շրջագայում Եվրոպայում եւ Ռուսաստանում։ Այս ձևական դատավարության մեղադրական որոշումներն այնքան ժամանակ մնացին թղթի վրա, մինչև որ մարդասպաններին գտան հայ վրիժառուների գնդակները։ Հին հունական վրեժի աստվածուհու Նեմեսիսի անունը ստացավ օպերացիան, Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Գարոյի գլխավորությամբ։ Գործողության օպերատիվ ղեկավարությունն ու նյութական ապահովումը հանձնարարվեց Շահան Նաթալիին եւ Գրիգոր Մերջանովին։ Գործողության կատարման որոշումը կայացվել է 1919 թվականին Երևանում, Հայ հեղափոխական դաշնակցության 9-րդ ընդհանուր ժողովում։ Մասնավորապես որոշում է ընդունվել ի կատարածել Միություն եւ Առաջադիմություն կուսակցության երիտթուրք պարագլուխների դատավճիռը։ Նշվել է ցեղասպանության հանցագործների 650 անուն, որոնցից առանձնացվել են 41 գլխավոր հանցագործները։ Նրանց հայտնաբերելու գործը ղեկավարելու էր Հրաչ Փափազյանը, ով որպես թուրք ուսանող կարողացել էր թափանցել երիտթուրք վտարանդիական բարձր շրջաններ։ Օպերացիայի ընթացքում հայ վրիժառուների համար թիրախ դարձան նաև մուսաֆաթական Ադրբեջանի այն պաշտոնյաները, որոնք կազմակերպել եւ իրականացրել էին Բաքվի, Ելիզավետպոլի, Շուշիի, Նուխիի, Շամախի հայության ջարդերը։ Նեմեսիս գործողությունը նախապատրաստվել է մանրամասնորեն։ Սողոմոն Թեհլերյան, Երզնկայի մերձակա Բագարիչ գյուղից 1914 թվականին 18-ամյա երիտասարդը մեկնում է Թիֆլիս եւ կամավորական գունդ մտնում։ Զորավար Անդրանիկի գնդում 1914-ից 15 թվականներին մասնակցել է Արևմտա Հայաստանում մղված կռիվներին, հասել մինչև Վան, տեսել հայության սպանդի պատկերները։ 1916-ին վերադառնում է ծննդավայր եւ իմանում, որ իրենց գերդաստանի 85 անդամներն էլ Արնախում գազանների զոհն են դարձել։ Փրկվել է միայն Սողոմոնի մեծ եղբոր, Միսակի 12-ամյա աղջիկը։ Նահատակված հարազատների, հատկապես մոր պատկերը Սողոմոնը հաճախ էր տեսնում, քնած թե արթմնի։ 1920 թվական 19 հունիսի, Թիֆլիս։ Արամ Երկանյանը գնդակահարեց Ադրբեջանի նախկին վարչապետ Ֆաթալի խան Խոյսկուն եւ Ադրբեջանական Հանրապետության խորհրդարանի խոսնակի օգնական Հասան Բեկ Ագայևին, Շուշիի հայերի ու Բաքվի հայերի ջարդի հիմնական կազմակերպչին։ 1921 18 հուլիսի, Կոստանդնոպոլիս։ Միսակ Թորլակյանը գնդակահարեց Ադրբեջանի ներքին գործերի նախկին նախարար Բեհբուդ Ջիվանշիր խանին։ 1921 թվական 5 դեկտեմբերի, Հռոմ։ Արշավիր Շիրակյանը գնդակահարեց Օսմանյան կայսրության երբեմնի մեծ վեզիր Սաիդ Հալիմին։ 1922 թվական 17 ապրիլի, Բեռլին։ Արշավիր Շիրակյանն ու Արամ Երկանյանը վերացրին Տրապիզոնի նահանգի նախկին նահանգապետ Ջեմալ Ազմիին։ Ճղճիմ Ստահակը հրամայել էր Տրապիզոնում 15000 հայ երեխայի ծովում խեղդել։ Հայ վրիժառուների խմբերը յուրաքանչյուրում 3-ից 5 մարդ հետապնդելու էին կոնկրետ հանցագործին եւ հարմար պահին դատավճիռ կատարեին ածելու։ Հարկ է նշել, որ Նեմեսիս գործողության ժամանակ չտուժեց եւ ոչ մի պատահական մարդ։ 1922 17 ապրիլի, Բեռլին։ Արշավիր Շիրակյանն ու Արամ Երկանյանը վերացրին հայերի ցեղասպանության գլխավոր հանցագործներից Բեհաեդդին Շաքիրին։ 1922 թվական 22 հուլիսի, Թիֆլիս։
Պետրոս Տեր-Պողոսյանը եւ Արտաշես Գևորգյանը գնդակահարեցին Թուրքիայի ռազմածովային ուժերի նախկին նախարար Ջեմալին, որին դաշնության համար մսագործ էին անվանում։ Այդ գործընթացին մասնակցել են նաեւ Ստեփան Ծաղիկյանը եւ Զարեհ Մելիք Շահնազարյանցը։ Մեհմեդ Թալիաթ Փաշա, երիտուրքական հեղափոխությունից հետո ներքին գործերի մինիստր, 1916 թվականից մեծ վեզիր։ Թալիաթը արևմտահայության տեղահանության եւ Թուրքիայի հայ բնակչության բնաջնջման գլխավոր կազմակերպիչն էր։ 1921 15 մարտի Գերմանիա, Բերլին։ Սողոմոն Թեհլերյանը գնդակահարեց Օսմանյան կայսրության մեծ վեզիր, հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալիաթին։ Թեհլերյանը հիշում է. Մոտենում էինք իրար, նա գալիս էր ճեմելու ձևով, ձեռնափայտը ամպույտ ճոճելով։ Մի կարճ տարածություն մնացած զարմանալի անդորություն համակեց էությունս։ Հավասարվելու վրա Թալիաթը շեշտակի նայեց ինձ, աչքերի մեջ առկայծեց մահվան սարսուռը։ Վերջին քայլը բեկվեց, մի քիչ թեքվեց, որ խուսափի, բայց զենքը դուրս քաշելս ու ճակատին պարպելս մեկ եղավ։ 1921 թվականի հունիսին Բերլինում կայացավ Սողոմոն Թեհլերյանի դատավարությունը։ Դատարանն արդարացրեց նրան։ Ես մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ։ Դատարանն անխոս ընդունեց հայորդու հայտարարությունը։ Անի Օհանյան, Շուշան Սարգսյան, Գառնիկ Նահապետյան, այսօր